Մատթեոս ավետարանի մեջ 28-րդ գլուխ եւ հանրահայտ դեր կա 18 խոսքից մինչև 20 խոսք է, որ ընդդեմ Տեր Հիսուսը մեզ հանձնում է մեծ հանձնարարություն։ Թույլ տվեք ընթերցեմ, հետո շարունակենք։ Հիսուսը մոտեցավ եւ խոսեց նրանց հետ։ Եվ ասաց ինձ ծեծվեց ամեն իշխանություն երկինքով երկրի վրա։ Արդ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մգրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Ոգի անունով։ Սովորեցրեք նրանց պահել այն ամեն ինչ ձեզ պատվեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերը միջով աշխարհի վերջ։ Տեր Հիսուսը հրամայում է 28-րդ խոսքով, որ գնացեք աշակերտ սարքեք։ Ինչի համար։ Որովհետև Հակոբոս առաջի գլուխը 22-րդ խոսքը մեզ սովորացնում է խոսքի կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ, որ ինքնից ձեզ խաբեք։ Հիմա Տեր Հիսուսը հրամայում է, պատվիրում է մեզ, որ մենք այդանք աշակերտ լինենք։ Հիմա երկրպագուի եւ աշակերտի տարբերությունը դա է։ Առաջի, այդպես ասեմ, տարբերությունը դա է, որ երկրպագուը չի մտածում ուրիշների մասին, որովհետեւ ինքը ժամանակավոր է գալի։ Բայց աշակերտը հիմնականով մտածում է ուրիշին է, ուրիշի հետ բաժնեցի այդ ուրախությունը, որ իր մեջ կա եւ ավետարանի։ Իհարկե, ես չեմ ուզում հիմա ավետարանի պարգևների մասին խոսամ, որի Եփեսոսյան 4 գլխի մասին է խոսքը, այսօր ես այդ հատկանիշների մասին, աշակերտի հատկանիշները ուզում եմ մի քանի դող նախադասությունով ասեմ եւ ընդհանուր տեսնենք ինչ ենք անում մեր եկեղեցի։ Այս վերջերը բոլորի մոտ նկատել եք, դե ավետարանչությունը համարյա հակացել է։ Մարդիկ պահում են բարի լուրը իրաց մեջ։ Բայց ընթացքում ընթերցելուց հետո մենք կտեսնենք, որ Տեր Հիսուսը ինչ հրաման է տալի մեզի։ Մեզի ոչ թե հորդորում է, այլ հրամայում է, որ գնացեք աշակերտ սարքեք։ Եվ աշակերտը, եթե մենք նայում ենք իր կյանքը, հատկանիշներ ունի աշակերտը։ Առաջի հատկանիշը, որ աշակերտի մեջ կա, դա է, որ ինքը սեր ունի սովորելով։ Ղուկաս ավետարանի 10-րդ խոսքը, 10-րդ գլուխ եւ 39 խոսքով մենք տեսնում ենք։ Ընդ Մարտա եւ Մարիամի մասին է խոսքը։ Եվ ընդ մեզի ներկայացնում է Աստվածաշունչը։ Նա մի քույր ունի Մարիամ անունով, որ նստեց Հիսուսի ոտքերի եւ նրա խոսքերին լսում է։ Հիմա առաջի բանը, որի մենք տեսնում ենք աշակերտի մեջ, դա է, որ աշակերտը նստում է ուսուցիչի մոտ եւ Իրանից ուզում է սովորել։ Հիմա սիրելիներ, իրոք մենք նստում ենք եւ լսում ենք աշակերտներին, ուսուցիչներին, ես ինձ եմ ասում։ Պարսկական խոսք կա, որ ժողովրդի մեջ այդ խոսքն են ասում։ Ասում են կան ժողովուրդ, որի մի ականջը դուրն է, այն մյուս ականջը դարպասն է, որի այս կողմից խոսքը գալիս է, այն կողմից էթում է։ Բայց աշակերտը վեկայում է, ավետարանում է, որ ուրիշներին բերի կենդանի եկեղեցի մեջ հաղորդ դառնա Հիսուսի հետ եւ ուրիշ աշակերտների հետ։ Մենք պիտի էթանք եւ աշակերտ սարքենք եւ աշակերտ բերենք։ Ոչ թե ասենք մենք արդեն փրկված ենք եւ մենք կարիք չունենք ուրիշին։ Մենք կանչված ենք, որ ավետարանենք ընտանիքի մեջ, մեր աշխատանքի ժամանակ աշխատանքի տարածքի մեջ, մեր հասարակություն մեջ, անգամ որտեղ որպես հյուր են դնում։ Մենք տեսնում ենք շատ տեղեր մարդիկ տարբեր կուսակցությունով հավաքվում են, մեկը անմիջապես ոտի վրա գայնում է, եւ ինքը սկսում է իր կուսակցությունից, սկսում է մեկնաբանել եւ բացատրել։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք իմ նման մարդիկ այդ ժամանակ լռում են եւ Հիսուսի մասին
եւ բարի լուրի մասին եւ հավիտենական կյանքի մասին ոչ մի բան չեն ասում։ Էսի սավա։ Սրա համար այս կետը մտածելով ան տալիս է ինձ եւ յուրաքանչյուրին։ Մյուս հատկանիշը, որը աշակերտը ունի, ինչն է, մյուս հատկանիշը, որ աշակերտը ունի, դա հենազանդությունն է։ Մենք տեսնում ենք օրինակներ Աստվածաշնչի մեջ։ Հենազանդությունը ինչ է նշանակում։ Եվ մենք օրինակը որտեղից պիտի վեկալենք, կամ մեր եղբայրները, մեր առաջնորդները այս հենազանդությունի օրինակը որտեղից են վեկալել։ Միթե բոլորի առաջնորդը Տեր Հիսուս չի։ Միթե բոլորին չի սովորացնում Տեր Հիսուս Աստվածաշնչի միջոցով։ Տեսնում ենք Ֆիլիպեցիին 2-րդ գլուխ 8-րդ խոսքով, եւ ասում է ինքը իրեն խոնարհացրեց եւ հենազանդ եղավ, մինչով մահ, այն էլ խաչի մահ։ Իրոք մենք պատրաստ ենք այդ աստիճանին խոնարհվենք Տիրոջ հզոր բազուկի տակ։ Եվ այդ բաժինը, որի հիմա երգում ենք, Տերն էին բաժին է, մենք այդ բաժինը ստանանք Տիրոջից, ոչ թե մարդկանց։ Որովհետև մեր հավատքը ապացուցում է մեր կյանքը, մեր ապրելակերպը ցույց է տալի ոնց ենք ապրում, ոնց որ Հռոմեացիների մեջ մենք տեսնում ենք այնտեղ Պողոս առաքելյանը մեզի ասում է հավատքը լսել է Աստծո խոսքից։ Իրոք մեր ականջները հիմա լսում են Աստծո խոսքից, թե աշխարհից։ Աստորեն, եթե մենք ուզում ենք այդ հատկանիշը նայենք, մենք կարանք մեզ անալիզ անենք, որ մենք հենազանդ ենք, թե իրոք, եթե մեր հովիվը ինչ-որ մի բան ասում է, կամ մեր առաջնորդը մի բան ասում մեզի, մենք մոռանում ենք, որ հենազանդությունի մեջ օրնություն կա։ Ճիշտ է, այն ժամանակ կարող է չհասկանանք։ Այդ ծառայությունը, որի մեզ տալիս են կամ մեզնից վեկալում են, կարող է մենք չենք հասկանում, բայց հովիվը տեսիլք ունի։ Եթե մենք հենազանդվենք 100%-ով մենք ավելի օրնեված գտնենք։ Մյուս հատկանիշը, որի աշակերտ ունի, խոնարհությունն է, եւ այդ խոնարհությունը որտեղից կարող օրինակ վեկալի, թե բացի Հիսուսից ուրիշ տեղ մենք կարանք այդ խոնարհությունը վեկալենք։ Մատթեոս 11-րդ գլուխ 29-ի խոսքը, մենք ասում ենք իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ ինձնից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ եւ ձեր հոգիները հանգստություն կգտնեն, որովհետեւ իմ լուծը քաղց է եւ իմ բերը թեթև։ Ամեն։ Հիմա եթե մենք աշակերտն ենք, եթե ես աշակերտն եմ, ամեն օր պիտի Հիսուսի լուծը վեկալեմ, իմ լուծը վեկալեմ եւ ուսերիս վրա դնեմ։ Եվ ամեն քայլի մեջ ես պիտի նայեմ, Տեր Հիսուս ջան, դու ինչ ուզում ես այսօրվա համար ես անեմ քո արքայությունի համար։ Վերադառնանք երկրպագուի մասին։ Մեկ քանի համեմատություն անեմ, որ տեսնենք երկրպագուները ով են, անգամներ ես կարամ ասեմ, բահ եղել է, ես հիմա որ անալիզ եմ անում, նայում եմ իմ ընթացքը, որի անցել եմ նրանից, եղել է ժամանակներ, որի որպես երկրպագու եղել եմ եկեղեցի։ Հիմա այդ հատկանիշները եւ համեմատությունները, որի ձեր առջևով մեկնաբանում եմ, դուք եք կարեք ձեզ նայեք։ Եվ այսօր այն օրն է, որի Աստված ինձ եւ յուրաքանչյուրին ժամանակ է տվել, որ ընկած տեղից նորից հետ գան։ Թե չէ Աստված նե իր բերանից մեզի կպերտվի։ Երկրպագուները պարտավորված չեն, բայց աշակերտները նվիրված եւ հավատարիմ են։ Եթե դուք ուշադրություն դարձնում եք, մարդիկ կան շատ անդարբեր են, գալիս են, հեչ իրանց վեճը չի։ Ինչ խաբար է, լույսը միացրած է թե չէ, աղբը գծած է թե չէ, մատորները խառն է թե չէ։ Ուղղակի անդարբեր գալիս են, անդարբեր էթում են։ Տարիներ գալիս են,
տարիներ էթում են։ Սիրելիներ, մենք այդքան կյանք չունենք, որ անդարբեր լինենք։ Կարող է այսօր ես էստե կայնած եմ, մյուս գիրակի իմ համար կամ յուրաքանչյուրին չետնի։ Եկեք ժամանակի ադրը իմանանք։ Բայց աշակերտները ինչ են անում։ Աշակերտները հավատարիմ են։ Երկրպագուները, որ ասում են, իրանք պատասխանատուն չեն բեկալում իրանց վրա, ինչի համար, որովհետև չեն ուզում մի դեր իրանց ոտը կպցնեն։ Մի օր այս խմբի մեջ, մի օր ուրիշ խմբի մեջ, մի օր այս տան մեջ, մի օր ուրիշ տան մեջ, բայց հավատարիմ և աշակերտը երբեք չի մոռանում իր տանը, իր առաջնորդները և իր ուսուցիչը։ Ռեզայով, երկրպագու բարիքել այցելու հասկանալ։ Անպայման, այցելու բառը կհոտվեմ։ Երկրպագուները կամ այցելուները հիմնականով նստում են, իհարկե ոչ նկատիվ չունեմ այս բանին, որովհետև հիմա նստել եք, ընդհանուրի մասին, իրանք նստում են, մատին չեն կպցնում, ոչ թե սևին, ոչ թե սպիտակին։ Աշակերտները անդադար, նվիրված, ջանք են անում, որ ծառայեն։ Երկրպագուները կամ այցելուները ուղղակի նայում են ու անցնում են։ Բայց աշակերտները Տիրոջ թագավորությունի համար և Աստծո ժողովրդի համար աշխատում են ու ծառայում են։ Թեկուզ իրանց արդյունքը քիչ լինի։ Հարգարժան իմ հովիվ Ռուբիկ Թումանյանը մեն հայտնի խոսքով։ Մեր եղբայրը ասում է տարվա մեջ Աստված 365 օր պարգևել է մեզ։ Ես պատրաստ եմ 365-64 անգամ փորձեմ ծառայությունների մեջ պարտվեմ, բայց 365 անգամի մեջ մի անգամ ես հաղթեմ, բայց չթուլանամ, չտեկարանամ։ Կարևորը դա է, մենք չպետք է մեր ոտքի հետ քաշենք, մենք պիտի անդադար դեպի առաջ, դեպի մեր փրկի չնայելով եթանք առաջ։ Որովհետև երկրորդ Կորինթացիների մեջ, երկրորդ 5-րդ գլուխ 17 խոսքով ասում է հեները անցավ։ Եթե մենք Հիսուսի մեջն ենք, արդեն ամեն ինչ է մեր համար նորը։ Մենք պիտի ամեն օր այդ նորությունի մասին մտածենք։ Մյուս բան է, որ ուզում ենք տեսնենք, այցելուների մոմ պահը, որի ասել եմ, որ իրանք ժամանակավոր են, բայց աշակերտները մեջտական, մենք պիտի մեր վրա գործ անենք, սիրելիներ։ Եսայա մարգարեների մեջ 6-րդ գլուխ և 8-րդ խոսք, այնտեղ մեն հանրահայտ տեղ կա։ Իրոք մենք այսօր պատրաստ ենք, այս հատված է մեր կյանքին էական դառնա և նույնիսկ մենք կարողանանք ձեռք բարձրացնենք, թույլ տվեք ընթերցենք, ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ում ուղարկեմ և կգնամ մեզ համար։ Ես պատասխանեցի, ահավասի ինձ ուղարկիր։ Իրոք պատրաստ է, որ Աստված այսօր ինձ ուղարկի, թե մենակ խոսում ենք։ Մենք պիտի ներդրում անենք Տիրոջ արքայությունի համար, հատկապես եկեղեցի մեջ։ Ջանք պիտի անենք։ Մեր առաջնորդները մեզ սովորացրել են, որովհետև իրանք են ներդրում են արել, իրանց կյանք է և իրանց ժամանակ է դերել են այն օրերով, որի ոչ մի հույս չի եղել, իրանց ուսասած են եղել և միջով այսօր Աստված պահել է բոլորից և հասացրել է։ Եվ հավատում եմ և հավատացնում եմ ձեզ, որ սերանից հետո է Աստված նույնն է երեք այսօր և հավիտենական։ Մյուս հատկանիշը, որ ես ուզում եմ նրան նայեմ,
Այցելուները մենակ խոսքել լսում են, բայց աշակերտները ինչ են անում։ Ոչ թե մենակ լսում են, այս վարժվում են այդ խոսքի մեջ։ Ոչ մեկին կատարյալ չենք, ինձանից բռնած յուրաքանչյուրին։ Սրա համար Տերը Աբրահամին ասավ. իմ առջևով քայլի եւ դեպի կատարելություն գնա։ Քանի որ աշխարհի մեջ ենք, աշխարհի մեջ շատ ճնշումներ կան։ Օրվա մեջ հանդիպում են պահեր, որ փորձությունն է գալի։ Թե սուտ ասելով, թե վատ խոսքելով, թե բամբասելով։ Բայց Տերը ասում է այդ խոսքերը, որի քո ականջին ասել են, նրան է վեկալ քո սրտից եւ վարժվի քո անձը։ Որ կարանաս օրինակ լինես թագավորությունի համար եւ բոլորի արժե։ Երկրպագուները կամ այցելուները մենակ գալիս են օրնություն ուզելու համար։ Բայց աշակերտները այդ լուծերը, այդ ծանրությունները վեկալում են իրանց վրա, որ Աստծո թագավորություն է առաջ տանել։ Ոչ թե հիմա այսօրվա մասին է այս խոսքը, մենք տեսնում ենք Տեր Հիսուսը այն ժամանակ, որ ժողովուրդը գալիս են, հերաշք են տեսնում։ 5 հացո 2 ձուկը բաժանվել է եւ իրանք կերել են, կշտացել են։ Այն ժամանակն էր Հիսուսի ժամանակն էր։ Նույն բանը եղել է այցելուներ։ Եթե մենք Արարատ թարգմանությունն նոր թարգմանվածը նայում ենք, նոր գետակարանով 421 անգամ աշակերտի բառ կա, տարբեր կերպով։ Բայց 5 գետակարանով նայելով, մեկ կամ եթե չեմ սխալվում, 2 անգամ աշակերտի բառը մենք կարանք գտնել։ Էսի մեզ հուշում է, որ Տեր Հիսուսի համար շատ կարևոր է եղել, որ ինքը ուզեցել է ամբողջի մեջ, հանրայինի մեջ, ոչ թե այցելուներ հավաքվի, ոչ թե երկրպագուներ հավաքի, ինքը ուզել է աշակերտ դառնալ։ Սրա համար Մատթեոս 28 խոսքի մեջ, 28-րդ գլուխի մեջ մեզի հրաման է տալի, որ մենք գնանք եւ աշակերտ ծառայենք։ Եվ նրանք սովորացնենք այդ բանը, որի մենք լսել ենք եւ վարժվել ենք, եւ նրան վերենք եկեղեցի, իր փառքի համար, թող ուրիշները մասնակից դառնան այդ փրկությունը, որի մենք հիմա նրա մեջ ենք ապրում, որովհետեւ բոլորս օրերից մեկ խավարի մեջ նստած ժողովուրդն են եղել, որ Տիրոջ լույսը ծագավ մեր վրա եւ մեր կյանքը փոխվավ։ Էսի մեզնից չի նրա շնորհքն։ Ամեն։ Հոբի գիրքի մեջ երկրորդի 10-ը։ Մենք էլ տեսնում ենք այն ժամանակ Հոբը փորձություններով անցնում է։ Ինքն էլ կարող է այցելուների նման խոսալ։ Բայց այնտեղ մի բան է շեշտում։ Ասում է ինչպես ես բարիքը Տիրոջից ստանամ, բայց չարիքը չեմ թողնի։ Ինչ Տիրոջ պարգևում է եւ պլանավորում է, օրհնյալ լինի նրա անունը, մեր կյանքին եւ բոլորից։ Երկրպագուներ կամ այցելուները միշտ գալիս են եւ մտածում են իրանց պաշտոնի մասին եւ նյութականի մասին եւ երկնային թագ իրանց գլխի դրեն։ Իրանց է բարձրացնելով, իրանց է փառավորելով, բայց աշակերտները խաչ են կրում իրանց ուսերին։ Եկեք մենք որպես աշակերտ դառնանք, մենք տեսնում ենք Ղուկաս ավետարանի մեջ 9-րդ գլուխ 23-24-ը Տեր Հիսուսը ինչ է ասում։ Եվ բոլորին ասում իր. Եթե մեկը ուզում է իմ հետևից գալ, թող իր անձին ուրանա, ամեն օր իր խաչը առնի եւ իմ հետևից գա, որովհետեւ ով ցանկանա իր անձը փրկել, ինքը կգործնի, իսկ ով ինձ համար իր անձը գործնի,
նա կգտնի։ Մենք կանչված ենք, որ ամեն օր այդ պատերազմի մեջ, այդ պայքարի մեջ մեր նախկին մարմինի հետ, նախկին բնավորությունի հետ պայքարի մեջ մտնենք եւ Հիսուս Քրիստոսի անունով հաղթական դուրս գանք, ոչ թե բարդված։ Որովհետեւ մենք եւ մտածում եմ յուրաքանչյուր հավատացյալ է նպատակ ունի, որ ինքը աշակերտ դառնա։ Ամեն։ Վերջի խոսքը, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, Ղուկաս ավետարան 14-րդ գլուխ 27-րդ համարն է, եւ այս հատվածով Տեր Հիսուսը ինչ է ուշացնում։ Եվ ով իր խաչը չվերցնի, ով իմ հետևից չկա, նա չի կարա իմ աշակերտը լինի։ Սիրելիներ, այսօր Աստված հնարավորություն է տվել ինձ եւ յուրաքանչյուրին, որ մեր ճանապարհներից, մեր մտքերից հետ կան եւ նորից ոչ թե այցելու լինենք ժողովրդի մեջ, այս աշակերտ լինենք։